Բարև ձեզ, եթերում update դրատվականն է, թարմացնենք օրվա լրահոսը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է լիբերալ կուսակցության ու կուսակցության առաջնորդ գործող վարչապետ Մարկ Քարնիին։ Վարչապետն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և լիբերալ կուսակցությանը Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Մենք անհամբերությամբ սպասում ենք ամրապնդելու և խորացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը, նշել է վարչապետը։ Կանադայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 28-ին։ Ձայների 99.9%-ի հաշվարկի արդյունքներով Կանադայի լիբերալ կուսակցությունն ընտրություններում ստացել է 169 մանդատ։ Բացարձակ մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 172 մանդատ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին։ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։ Խորին ցավակցությունն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։ Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին։ Իրանի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում նշված է. Խոր վշտով տեղեկացա Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունի մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին։ Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է էպիլեպսիայի դեսպան, նյարդաբանության և հոգեբանության պրոֆեսոր Ռոմի Սան Ռաֆայելի ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջևանոին։ Երրորդյա այցի շրջանակում պրոֆեսոր Վիջևանոն ծանոթացել է մանկական բժշկական հաստատությունների հնարավորություններին, մասնակցել է կլինիկական բարդ դեպքերի քննարկմանը և իրականացրել խորհրդատվություններ բուժառուների համար։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պրոֆեսոր Վիջևանոին և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու և իր արժեքավոր մասնագիտական փորձով կիսվելու համար։ Իր հերթին պրոֆեսոր Վիջևանոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար։ Նա նշել է, որ այցի ընթացքում ունեցել է հանդիպումներ հայ մասնագետների հետ և բարձր է գնահատել նրանց մասնագիտական պատրաստվածությունը։ Պրոֆեսորը շեշտել է, որ ակտիվորեն ներգրավված է կրթական գործունեության մեջ և պատրաստ է աջակցել հայ երիտասարդներին ուսման և մասնագիտական զարգացման հնարավորություններ ընձեռելով Հռոմում։ Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում հույս է հայտնել, որ ապագայում ևս հայկական կողմը հնարավորություն կունենա կրկին հյուրընկալելու անվանի պրոֆեսորին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են, ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։ Գնանք կառավարություն, որտեղ այսօր կառավարության նիստն էր, առավել ուշագրավ դրվագներ կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձի փոխկապակցված մեկ այլ անձի հետ։ Այդ մասին կառավարության ապրիլի 30-ի նիստին ասաց վարչապետ Փաշինյանը, ապա մանրամասն գործի ընթացքը ներկայացրեց։
2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի եւ նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնություն։ Հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքի վերը նշված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին, վճիռը հրապարակման պահից մտել է ուժի մեջ։ Այսինքն մեր պրոցեսների շրջանակում մանկապարտեզը, որը նախկինում համայնքից օտարվել են, արդենից վերջնականորեն վերադարձվել է համայնքին, այնպես որ համայնքը եւ մենք կարող ենք մտածել նաեւ այդ մանկապարտեզը նորոգելու եւ երեխաներին վերադարձնելու մասին։ Կառավարության ղեկավարի նիստի ժամանակ նշեց, որ այս պահին ինչն ուժի մեջ է, այլևս չի հետաձգվելու, որ նախարարը եկավ, ասաց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Վարչապետը նաև հարց ուղեց, ինչու է կայացվում որոշում, որը չի լինի իրականացնել։ Նրա խոսքով որոշումը կայացնելիս է պետք դրա մասին մտածել եւ ոչ թե դրանից հետո։ Այս պահին ինչ ուժի մեջ է, ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ, ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ, չգաք ասեք հետաձգենք, չկա հետաձգում։ Լավ, մի անգամ կարելի է, երկու անգամ կարելի է, 3 անգամ կարելի է, 10 անգամ կարելի է։ Ինչքան կարելի է հետաձգել անընդհատ։ Այն որոշումները, որոնք կայացված են, կայացնելիս պետք է մտածենք այդ որոշումների մասին։ Կայացնում ենք, հետո պարզվում է, որ չի լինի իրականացնել, բայց ինչ են կայացրել որոշումները։ Ով է կայացրել որոշումը։ Ինչի համար է կայացրել որոշումը։ Ու մենք սենց բաների մասին չենք խոսում, պետք է խոսանք սենց բաների մասին, որովհետև ամեն ինչ, բացարձակ ամեն ինչ կարելի է հետաձգել, բացարձակ ամեն ինչ, ու միշտ էլ լեգիտիմ պատճառներ կգտնվի։ Այսօր խոսվեց բոլորի մասին կառավարության նիստի ժամանակ, բոլորի գաղափարախոսության մեջ վարչապետը նկատեց, որ օրենքը պիտի լինի իրապես բոլորի համար առանց որևէ բացառության։ Ըստ վարչապետի Հայաստանում 95%-ն Իսրայելի ու Սինգապուրի հարցով փորձագետ է։ Մեր մոտ բոլորը գիտեք ինչ անշանակում, եկեք գնանք ցանկացած որոշում նայենք, ցանկացած օրենք նայենք։ Բոլոր նշանակում է, բացի սրանից։ Պարտադիր է բոլորի համար։ Պարտադիր է բոլորի համար, բայց բացի ունենք եւս 47 կատեգորիա, որը բոլորի մեջ չի մտնում։ Ինչու ու բոլորը լեգիտիմ։ Բոլորը լեգիտիմ, նայես, հա ոնց կարելի է, դե ամոթ չի, բայց օրենքը ամոթ չի, ես մարդկանց վրա տարածես։ Բայց բոլորի համար, բայց օրենքի գերակայությունը, օրենքի իշխանությունը, թափանցիկությունը բոլորի համար, բոլորը պետք է լինեն թափանցիկ, բոլորը պետք է լինեն թափանցիկ, իհարկե բոլորը պետք է լինեն, բայց 87 կատեգորիա կա, որ եկեք պետք չի իրանք լինեն թափանցիկ, որտեղ իրանք մեկա ցույց տալու բան չունեն։ Եթե մեկը ցույց տալու բան չունի, ինչի լինի թափանցիկ։ Պարզվում է, որ այդպես գնում ենք, պարզվում է Հայաստանում 4-5 հոգի կա, որ բան ունի ցույց տալու։ Մնացած բոլորը դե խի պետք է բան ցույց տան, լավ 14, լավ 100, ասենք այս սենյակում նստածները եւ 1-2 ուրիշ սենյակում վերջ։ Պարտադիր, բայց պարտադիր է բոլորի համար։ Բայց ընդ մի հատ անցումային դրույթ կա, որ դե 1200 տող կատեգորիայի համար դա չի վերաբերվում նրանց ամեն ինչը։ Սենց պետություն չենք դառնա սենց մենք։ Չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում։ Ամեն ինչը։ Մեր մոտ ամեն ինչը պարտադիր, ընդ որում ամեն ինչի մեջ կա։ Քրեական օրենսգրքում գրած է, գրած չի, մեկական կատեգորիաներ, որ դա իրան չի վերաբերվում։ Քրեական դատավարության օրենսգրքում, քաղաքացիական երթևեկության կանոնների մեջ երթևեկության կանոնը վերաբերվում է նրան, ով կռուտոյ չի։ Էդ էլ նայած, մարդ կա, որ արագության խախտման կռուտոյ է, բայց լուսացույցի տակ կանգնելու դեպքում կռուտոյ չի։ Եվ այդպես շարունակ։
Դրա համար է օրենքի նկատմամբ մեր երկրում էսա վերաբերմունքը, որովհետև թե օրենք ստիպված ես ուրեմն ինչքան այս կյանքում չունես բան արած, վաստակած, որ ստիպված ես օրենքով ապրել։ Երկուշաբթի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության 37737 քաղաքացի համընդհանուր նոր հայտարարագրման համակարգով հայտարարագիր է ներկայացրել։ Նրանցից 17000-ը պետք է ստանան սոցիալական կրեդիտ, 16271-ն արդեն ստացել են սոցիալական կրեդիտները եւ ընդհանուր առմամբ պետական բյուջեից քաղաքացիները ստացել են 1 միլիարդ 482 միլիոն դրամ, այսինքն մոտ 1.5 միլիարդ քաղաքացիներ արդեն հետ են ստացել։ Այդ մասին կառավարության ապրիլի 39-ին նիստին ասաց վարչապետ Փաշինյանը։ Վարչապետը ներկայացրեց նաև Էստոնիայի կատարած այցի արդյունքում արած եզրահանգումները, որտեղ 2002 թվականից նույնականացման քարտ ունենալը պարտադիր է։ Այսինքն, եթե չունես ID քարտ, չես կարող որևէ գործարք անել։ Այդ համատեքստում Փաշինյանը ընդգծեց, որ Էստոնիայում թվայնացումը տևել է 30 տարի, արձագանքելով այն քննադատություններին, թե Հայաստանում թվայնացման գործընթացը երկար է տևում։ Կառավարությունը հաստատեց Ասիական զարգացման բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետության վարկի տրամադրման համար համաձայնագիրը վավերացնելու որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը ներկայացրեց տեղական կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաքյանը, ով նշեց, որ ծրագիրը վերաբերում է առանցքային կարևորություն ունեցող հյուսիս-հարավ ճանապարհին Սիսիան-Քաջարան հատվածի մի ենթահատվածին։ Ծրագիրը նախատեսված է ավարտել 2033 թվականի նոյեմբերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վերջին 1 ամսվա ընթացքում եղել է Մեղրիում ու Թալինում եւ ունի զգացողություն, որ հյուսիս-հարավ ճանապարհը շատ արագ տեմպով ընթանում է։ Այլ թեմաներ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենտում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի եւ Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ հեռանկարները։ Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումները։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շուրջ եւ ընդգծվել է դրա կարեւորությունը տարածաշրջանում հարատև խաղաղության եւ կայունության հաստատման տեսանկյունից։ Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենտում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն։ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-ից 199-րդ կիլոմետրի հատվածում կառուցվող եւ կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն։ Մանրամասնում է տեսանյութը։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Արթաշեն բնակավայրի 3 բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-ից 199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող եւ կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա Հարթաշենցու վարած բեռնատարը։ Գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են ավտոմեքենայում։ Ապրիլի 20-ին ժամը 17:17-ին բեռնատարը հայտնաբերվեց նույն ավտոճանապարհին։ Վարորդը 36 եւ 17 տարեկան ուղևորները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին ու ներկայացվեցին Սիսիանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խոզարկությամբ մեքենայում հայտնաբերվեցին ավելի քան 1600 մետր ալյումինե հաղորդալար եւ ալյումինե դետալներ, նաեւ հանցագործության գործիքները, էլեկտրական մետաղահատիչ, շարժիչային գեներատոր, ակցան։ 33-ամյա վարորդի տան եւ օժանդակ շինությունների խոզարկությամբ հայտնաբերվել են նույն տեղից գողացված հաղորդալարեր, հեղիոս մանեքներով արկղեր, մետաղյա դետալներ։ 3 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Թեժ թեմայի մասին։
Նոր վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ, շեշտելով, որ նրան ասելիք ունի։ Աշխատակիցներից մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ հանդիպման, իսկ այնուհետև թաղապետարանի աշխատակիցների եւ Արթուր Չախոյանի միջև վեճը վերածվում է ծեծկռտուքի։ Տեսանյութում նաև երևում է, որ ծեծկռտուքին միացել ու Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցության միջադեպին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին, էթիկայի հետ կապված հարցերին ՄԻՊ-ը հայտնեց, որ կառավարության նիստին լինելու պատճառով դեռևս չի ծանոթացել տեղեկատվությանը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի եւ բարեվարկության գնահատման ինստիտուտն է, որը միանշանակ չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի, միանշանակ կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով, ըստ էության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չէ այն մարմինը, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով, բայց նաեւ համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ եւ հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն, բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով, այո, պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա։ Նոր վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Դե ինչ հարգելի բարեկամներ, ավականին ու ազգային ժողովը կարծես քիչ էր, հիմա էլ խրախճանքին միացավ Նոր-Նորքի թաղապետարանը։ Խայտարակության այս հանդեսը ուղիղ եթերում էր տեսախցիկների, լրագրողների ու իհարկե հեռուստադիտողների աչքի առաջ։ Հետաքրքրականը այն է, որ այս մարտաֆիլմի գլխավոր հերոսներից էր նաև գործող թաղապետը, ով շեշտակի հարվածներ էր հասցնում։ Ծեծվողը հանրության տարբեր շրջանակներին հայտնի եւ ոչ այդքան միանշանակ հեղինակությամբ ակտիվիստ Արթուր Չախոյանն էր, ով եկել էր թաղապետարան եւ փորձում էր հանդիպել Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ, շեշտելով, որ նրան ինչ որ ասելիք ունի։ Աշխատակիցներից մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ հանդիպման, իսկ այնուհետև ինչ որ բան տեղի ունեցավ, ինչ որ բան ասեցին, մի խոսքով այնպես եղավ, որ վեճ լեզվակռիվ եղավ, այն վերաճեց ծեծկռտուքի։ Ըստ տեղեկությունների տուժել է նաև օպերատոր եւ վնասել է տեսախցիկը, Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվածներ կան, Երևանի քաղաքապետարանը եւս արդեն մեկնաբանել է տեղի ունեցածը, այսպիսով մեկնաբանել է այսպես, մեջբերում եմ. բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը եւ անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք եւս բռնության ձևեր են եւ չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակներում, փոխանցում են քաղաքապետարանից։ Ես իհարկե իրավական գնահատականներ հնչեցնելու լիազորություններ չունեմ, բայց այս ծեծի ու ապիկարության, այս բռնության ու իրապես իրար ատելու ամենօրյա դիպվածները արդեն անտանելի են։ Քաղաքական դաշտում ֆիզիկական ուժը եւ բռնությունը ուղղակի տեղ չպիտի ունենա, ծեծող ու խփող, հայհոյող ու կներեք թքող պաշտոնյա չպիտի լինի մեր իրականության մեջ։ Անկախ սադրանքից, կրկնում եմ, անկախ սադրանքից։ Նախ պիտի հասկանանք իհարկե, թե այդ ոնց է ստացվում, որ պետական հիմնարկները մեր որ կան, կներեք արտահայտության համար պրախադնոյ դվոր են դառնում, որ ով ասես, երբ ասես գալիս է, մուտք է գործում, մի հատ էլ սադրում է ձեզ ձեր աշխատասենյակում ու ձեր ընդունարաններում։ Բայց մյուս կողմից էլ սադրանքի զոհ եք դառնում։ Ընդհանրապես զոհ դառնալը լավ բան չէ, մանավանդ եթե տվյալ ակտիվիստը ասում են իբր սադրանքներով է հայտնի, պատվեր է կատարում։ Իշխանական աղբյուրները արդեն մի քանի ժամ է ինչ պտտում են նաև այս վարկածը, հայտնում է, որ նա եկել էր հատուկ պատվերով սադրելու։ Բա մանավանդ եթե այդպիսի բան կա, բա ուր եք ձեռնամարտի բռնվում, բարեկամներ։ Սա ինչ տեսարան է ընդհանրապես։ Ես հասկանում եմ, որ Տորքանգեղի արձանը Նոր-Նորքում է, բայց
թաղապետարանում չի, չէ։ Լավ, իսկ եթե ավելի լուր լսեք, փորձեք հասկանալ, ձև բռնեք, ինչպես հաճախանում են քաղաքական գործիչները, կամ արհամարեք վերջիվերջո, բայց ոչ այսպես։ Հիմա ով տուժեց։ Էլի դուք, ով խայտարակվեց։ Կրկին դուք հասկանում եք, չէ, որ նա բլոգեր է։ Իր վարկանիշը գուցե եւ բարձրացավ։ Դուք եք, չէ, տուժում արդյունքում։ Այսինքն այսքան անհեռատես լինել, վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր Մարգարյանը ասում է, որ նրան հայհոյել են, նա էլ առաջին հերթին տղա է, հետո նոր վարչական շրջանի ղեկավար։ Ինձ տղամարդավարի են պահել, հայտարարում են նա։ Հասկանում եմ։ Դե այստեղ կրկին առաջ է գալիս այն հասկացողությունը, որ ծուռ երկրի տրամաբանությամբ ենք ապրում։ Այսպես տղամարդավարի էլ պահում ենք մեր երկիրը ու հասել ենք այս հանգրվանին։ Մեկն էլ ժամանակին ասում էր երկրի թիվ 1 տղամարդն է, մեկը ասում էր երկրորդն եմ, հետո իմացաք ինչ եղավ, բայց դա ուրիշ թեմա է։ Ընդհանրապես, եթե մարդը որոշել է քաղաքականությամբ զբաղվել, դառնալ քաղաքական գործիչ եւ մտնել քաղաքական դաշտ, իսկ քաղաքականությունը դա ամենաամբարո բնագավառներից է, սա իդեպ ես չեմ ասում, սա հազարամյակների պատմիչներն են փաստում, ուրեմն դու պետք է պատրաստ լինես եւ թուքումուր ուտելու, եւ ինչ-որ առումով վիրավորական արտահայտություններ լսելու, եւ կոշտ քննադատություն լսելու, եւ սադրանքներին զոհ չգնալու, եւ հաշիվներ չմաքրելու ֆիզիկական բռնությամբ։ Արժանապատվությունդ են վիրավորել, օքեյ, պատիվ պահանջի, դատի տուր, օրենքի շրջանակներում, ինչ ուզում ես արա, չէ որ հենց պաշտոնյան է օրենքի պաշտպանն ու պահապանը եւ օրինակ ծառայողը, իսկ եթե պաշտոնյան է արդեն վրա գալիս, անկախ սադրանքից, էլի եմ ասում, անկախ սադրանքից, բա մենք են 16 տարեկան պատայներից էլ ինչ ենք ուզում, որ աչու ձախ իրար դանակահարում են, բա նրանք էլ են թաղապետի ասած տղամարդավարի մոտենում հարցին, տղեկ ուշքի եկեք, քանի ուշ չէ, ողջ համացանցը իշխանության ու ընդդիմության հասցեներին հայհոյանքներ է հնչեցնում։ Մի խումբը այս կողմին է հայհոյում, մյուս կողմը նրանց։ Բա տղամարդ եք, չէ, եթե այս տրամաբանությամբ ենք մենք առաջ շարժվում։ Ինչ անենք, գնանք հաշվեհարդար տեսնենք բոլոր անպարկեշտ արտահայտության հեղինակների հետ։ Այս կադրերին նայելով ու այս դեպքերին զուգահեռ կառավարության նիստը նայելով ես հերթական անգամ համոզվեցի, որ կառավարության ներկայացրած իրական Հայաստանի գաղափարախոսությունը իրոք իրականն է ու այն լավագույնս դրսևորվում է այսօր նոր Նորքի թաղապետարանում։ Մտածեք այս ուղղությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին շնորհավորել է երկրի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում նրա լիբերալ կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ապրիլի 29-ին հաղորդել է Կանադայի վարչապետի գրասենյակը։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, երկու ղեկավարները համակարծիք են եղել, որ Միացյալ Նահանգների եւ Կանադայի համագործակցությունը որպես անկախ ինքնիշխան պետություններ շատ կարեւոր է։ Միևնույն ժամանակ Թրամփը եւ Քարնին, որն ԱՄՆ-ի գործող նախագահի խիստ քննադատն է, ցանկություն են հայտնել առաջիկայում անձնական հանդիպում անցկացնել։ Ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ ելույթում Մարկ Քարնին խոստացել է վճռականորեն դիմակայել Թրամփի ագրեսիվ քաղաքականությանը։ Պեկինը մտադիր է պայքարել մինչև հաղթական ավարտ, եթե Վաշինգտոնը որոշի շարունակել մաքսատուրքային պատերազմը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին BRICS-ի երկրների ընդլայնված նախարարական հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում։ Նախարարը հավելել է, որ BRICS-ը պետք է շարունակի պահպանել միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, պաշտպանել բազմակողմ առևտրային համակարգը եւ կառուցել գլոբալ կառավարման ավելի արդար համակարգ։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգան նահանգում իր երկրորդ նախագահական ժամկետի առաջին 100 օրվան նվիրված հանրահավաքում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել Պեկինի հետ, բայց պայմանով, որ ԱՄՆ-ն դրա պատճառով տարեկան $1 տրիլիոն չկորցնի։ Հիշեցնենք, ԱՄՆ-ի Չինաստանի նկատմամբ սահմանված 145% մաքսատուրքերը ուժի մեջ են մնացել։ Չինաստանը ի պատասխան ԱՄՆ-ի նկատմամբ սահմանել է 125% մաքսատուրքեր։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հիմա ժամանակն է Մոսկվայից եւ Կիևից կոնկրետ առաջարկներ ստանալու հակամարտության կարգավորման վերաբերյալ։ ԱՄՆ-ն նախազգուշացրել է, որ առաջընթաց չլինելու դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի իր միջնորդական ջանքերը։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսի խոսքով Մարկո Ռուբիոն ասել է, որ եկել է ժամանակը, երբ երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն հակամարտությունն ավարտելու վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ից 10-ը երրորդյա հրադադար է հայտարարել հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է լիակատար տևական զինադադարի եւ հակամարտության ավարտի եւ ոչ թե երրորդյա պահի, որպիսի հնարավոր լինի ինչ-որ բան տոնել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մայիսի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում են նրա գրասենյակից։ Նա կվերադառնա մայիսի 11-ին, ընդհանուր առմամբ այցը կտևի 5 օր։ Մայիսի 8-ին Նեթանյահուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ հրեական համայնքի անդամների հետ։ Ադրբեջանը Հագայի միջազգային քրեական դատարանի կողմ չէ եւ հետեւաբար Նեթանյահուի ձերբակալության վտանգ չկա։ Իսրայելի վարչապետի այցը կկայանա Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարի եւ երկրի զինված ուժերի հրամանատարների հետ։ Հանդիպումը գումարվել է ապրիլի 22-ին Ջամու եւ Քաշմիրի Փահալգամում զբոսաշրջիկների դեմ ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների ֆոնին։ Ավելի ուշ Մոդին վերահաստատել է Հնդկաստանի կառավարության հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարում եւ վստահություն հայտնել երկրի զինված ուժերի պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև սահմանազատման գծի երկայնքով Քաշմիրում երկու կողմի զորքերի միջև հրաձգությունները շարունակվում են։ Պակիստանի տեղեկատվության եւ հեռարձակման նախարարը հղում անելով հավաստի հետախուզական տվյալներին հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստվում է ռազմական հարված հասցնել Պակիստանին հաջորդ 24-ից 36 ժամվա ընթացքում։ Փահալգամում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը օգտագործելով որպես նախարարի բնորոշմամբ կեղծ պատրվակ հարձակման համար։ Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը հարվածել է Ուկրաինային ավելի քան 100 անօդաչու թռչող սարքով։ Տելեգրամյան ալիքում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա մանրամասնել է, որ այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կիրառել է 375 հարվածային անօդաչու, որից 190-ը շահեդներ։ Խարկովում հարվածների հետևանքով վիրավորվել է 45 մարդ, այդ թվում 2 երեխա։ Դնեպրում ցավոք 1 մարդ սողվել է։ Դոբրոպոլիեում դրանք հարվածել են շենքին, վնասվել են ավտոբուսներ եւ մեքենաներ, գրել է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը շարունակում են ամբողջ առավոտ թռչել Ուկրաինայի երկնքում։ Մեզ անհրաժեշտ են հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր մեր ժողովրդին պաշտպանելու համար, ինչը անհնարին կդարձնի ռուսական օդային այս ահաբեկչությունը, նշել է Զելենսկին։ Ուկրաինայում ձերբակալվել է 120,000 անորակ արկ մատակարարած ռազմական գործարանի ղեկավարությունը։ Երկրի անվտանգության ծառայության տվյալներով ձերբակալվել են Դնեպրոպետրովսկի մարզի ձեռնարկության ղեկավարը, ինչպես նաև նրա տեղակալը եւ պաշտպանության նախարարության երկու ներկայացուցիչներ։ 2024 թվականին գործարանը ստացել է 10 միլիարդ գրիվնայի 120,120 մմ տրամաչափի արկերի պատրաստման մեծ պատվեր։ Արտադրության վրա գումար խնայելու նպատակով ղեկավարությունը որոշել է օգտագործել փոշի խառնուրդ օգտագործման համար չհաստատված բաղադրիչով։ Դրա հետևանքով եղել է անորակ զինամթերք եւ ամբողջ խմբականակը ենթակա է եղել հետկանչման։ Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկի մոտակայքում գտնվող շուկայում այսօր վաղ առավոտյան բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է։ Այս մասին հայտնել է Հրշեջ փրկարարական ծառայության գլխավոր վարչության պետ Լևան Մուսելյանին։ Մոտավորապես ժամը 6-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 30 Հրշեջ փրկարարական մեքենա եւ անձնակազմ։ Ականատեսների վկայությամբ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Մուսելյանի խոսքով հրդեհը տարածվել է մոտ 15000 քառակուսի մետր տարածքում։ Ներկայում աշխատանքներ են տարվում մնացած ծխացող հրդեհները մարելու նպատակով։ Ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, իվի առցանց կինոթատրոնը հատուկ պայմաններով հասանելի է Viva ընկերության Unlim X, Y եւ Star սակագնային պլանների բաժանորդներին առանց ծառայության վճարի որպես սակագնային պլանի ներառում։ Իսկ թե ինչ առավելություններ է տալիս իվին Viva-ի բաժանորդներին, պատմում են մեր գործընկերները։
Ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, պատկերի հիանալի որակով 5 սարքերով միաժամանակ տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն առանց գովազդի եւ ծառայության վճարի։ Այո, Viva-ի հետ դա հնարավոր է։ Իվի առցանց կինոթատրոնը հատուկ պայմաններով հասանելի է ընկերության Unlim X, Y, Start սակագնային պլանների բաժանորդների առանց ծառայության վճարի որպես սակագնային պլանի ներառում։ Ավելին, հավելվածից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթները չեն սպառվում։ Այն հասանելի է App Store-ում եւ Google Play-ում։ Իվի on-line կինոթատրոնը հանդիսանում է մեր տարածաշրջանի խոշորագույն վիդեո սթրիմինգային հարթակներից մեկը։ Viva-ն սկսել է իր համագործակցությունը Իվի հարթակի հետ 2020 թվականի կեսերին, երբ մեր երկրում եւ ինչպես ամբողջ աշխարհում համաճարակներ տիրում։ Եվ միանգամից ձեռք բերեց շատ մեծ պահանջարկ։ Ես կարող եմ հստակ ասել, որ այս 5 տարվա համագործակցությունը իրեն ցույց է տվել ինչպես շատ հաջողակ եւ շատ պահանջարկ մեր շուկայում։ Աշխարհում Իվի հարթակից յուրաքանչյուր ամիս օգտվում է մոտ 50 միլիոն օգտատեր։ Այն ունի ավելի քան 40,000 միավոր բովանդակություն սովետական դասական ֆիլմերից մինչև ժամանակակից կինոհիթեր։ Հայաստանյան լսարանը Իվիի միջոցով ամենաշատը նախընտրում է դրամաներ, մելոդրամաներ, դետեկտիվներ եւ դորամաներ։ Կամպանիայի Իվի Իվիում մենք մշտապես ձգտում ենք բարելավել հավելվածը եւ գնել արդիական ու բացառիկ բովանդակություն, որը կհետաքրքրի մեր հետևորդներին։ Այսօր մեր երկու ընկերություններն էլ գոհ են ձեռք բերված արդյունքներից։ Այս համագործակցությունը մեզ թույլ տվեց բաժանորդներին առաջարկել յուրահատուկ համալիր լուծում՝ բջջային կապ ու ինտերնետ Viva-ից, ինչպես նաեւ ֆիլմերի ու հեռուստասերիալների մեծ կատալոգ Իվիից։ Իսկ ինչ առավելություններ է տալիս Իվին Viva-ի բաժանորդներին։ Նախ ծառայության վճարի բացակայություն առանց հիմնական փաթեթի մեգաբայթերը սպառելու Unlim X, Y եւ Start սակագնային պլանների շրջանակում։ Միաժամանակ 5 սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն ֆիլմերի եւ սերիալների ներբեռնում, իսկ ներբեռնումից հետո օֆլայն դիտելու հնարավորություն։ Իդեպ այն տալիս է առավելություն նաեւ ֆիլմերը դիտելու օրիգինալ լեզվով եւ ենթագրերով։ Մանկական բովանդակության մեծ ընտրություն եւ կոնտենտի կարգավորման հնարավորություն։ Բովանդակության առաջարկում ըստ բաժանորդի նախապատվությունների եւ առանց գովազդային ընդհատումների։ Կանգ առած պահից դուք կարող եք դիտումը շարունակել սմարթֆոնից, պլանշետից, համակարգչից եւ սմարթ հեռուստացույցից առավելագույն 4K, Full HD եւ HD որակով։ Իվի առցանց կինոթատրոնը հատուկ պայմաններով հասանելի է միայն Viva-ի հաճախորդների համար։ Այժմ եղանակային կանխատեսումների մասին։ Հանրապետության տարածքում մայիսի 1-ից 3-ը 2-ից 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 2-ից 3-ն առանձին վայրերում հնարավոր է հորդառատ անձրև։ Մայիսի 1-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 30-ի ցերեկային ժամերից կբարձրանա 4-ից 7 աստիճանով։ Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։